Դուք կներկայանաք սպանվածների ում հարազատն եք։ Սպանվածի Խանամին եմ, առաջինը ես եմ եղել դեպքի վայրը, ես եմ տեսել, ես եմ զանգել մանկության ընկերն եմ, դասընկերն եմ։ Ոնց իմացաք դեպքի մասին, որ գնացիք։ Պատահական աղբերը զանգեց, Գագարինից տեղյակեց, թե չէ։ Մի քան անգամ զանգելուց հետո ոնց որ մեջս անհանգստություն ըլեր, տղուսպեկ ալել եմ գնացել եմ, եկել եմ տունը, մանա մեկ է յուղով, մանա մեկ է չկա, գնացել եմ դաշտ։ Ու գերանդի մերանդին ընդե տնկած էր, ասի ցծված էր, ասի այդքան բեկալ ենք։ Գնացինք ու տեսանք այդ դեպքը կատարված է, ես եմ առաջինը զանգել ոստիկանություն եւ այլ հարազատներին ու այդպես։ Դուք անձամբ տեսաք, թե ոնց էին իրենք սպանված վիճակում ընկած դաշտում։ Առաջինը ես եմ տեսել։ Եվ հիմա փաստացի Թադևոս Հովակիմյանը, որը կալանավորված էր, ձեր հարազատների սպանելուց հետո գնում է եւս երկու անձանց կյանք է խլում, արդեն որոշում է կայացված, նա անմեղսունակ է ճանաչվել, դուք ինչ տեղեկություն ունեք, ճիշտ են այդ հրապարակումները, արդյոք նման բան կա թե ոչ։ Երևի ճիշտ են, որ հրապարակել են, բայց ոնց կլինի 4 մարդու կյանք խլած մարդը որ դառնա անմեղսունակ, ասենք ես չեմ կարող հաշտվեմ որ այդ մտքի հետ, որ մեր այսօրվա այդ քննչական կոմիտեին դատախազությունը էս այնա, որ կարան այդ ձևի որոշումներ կայացնեն։ Դուք իրավապահների մոտ անձամբ գնացել եք, դուք կամ հարազատներ, ձեզ տեղյակ պահել են ինչ գործողություններ են անում։ Ոչ մի գործողություն, ոչ մեկին, դաժե երեխեքին իր աղջիկը իմ հարցնա հեսա տղեն ներկամարդ չեն հարցրել, չեն հարցաքննել։ Ես անձամբ եմ տեսել պարկուշները Գագարինի ոտի տակ 4 հատ ընկած, իսկ ինքն ասում է հեռվից եմ կրակել, ասենք քննչական կոմիտեն, ես սաղ նկարել է, ոստիկանությունը սաղ նկարել է, ոնց կլինի այդպես։ Չեմ ուզեցել մենուն սպանեմ, միամիտակապե, 2 հատ իրան խփած, 2 հատ իրան, ասենք հետի ոտերի տակ ննգած, հերվից խփողը պարկուճիկի կակնի ոտքերի տակ։ Ձեր անունը մի հատ կասեք։ Գեղամ Սողոմոնյան։ Պարոն Սողոմոնյան, ինչ խնդիր ունեին հարևանները, ինչ Նախկինում մի 10-20 տարի առաջ վիճաբանություն ալ է, այդ որ հարևանի հետ չի վիճաբանը։ Բայց հետո կրքերը հանդարտվել էին այդ 15 տարի առաջվա։ Հանդարտվել են, բայց իրանք չեն խոսացել իրար հետ, ասենք ինքը ոչ մեկի հետ չի խոսացել, այն ազնվորությունը չի, որ դրան ընկեր ունենա, բարեկամ ունենա, դաժե իր բարեկամներն իրանց ոչ հայցելել են, ոչ գնացել են, ոչ եկել են։ Վեճ վիճաբանություն էլ չեն ունեցել այդ 15 տարի ընթացքում։ Կարող է, չգիտեմ, կարող է ունեցել են։ Իսկ հիմա դուք տեղյակ եք, որ այս որոշումը կայացվել է, ինչ է լինելու, գյուղ է գալու, ուր են տանելու իրեն։ Դե ասում են տանում են գժանոց, բայց ասենք գժանոցով հարցալուծում, այսօր ցանկացած քաղաքացի կարա մարդ խփի ու էթա գժանոց, մի ամիս գժին զենք են տալի, գժին պրավա են տալի, պսիխո են տալի։ Վարորդական իրավունք ամեն ինչ ունեցել։ Ամեն ինչ ունեցել, տաքսի էր վարում։ Տաքսի էր վարում, գիժը տաքսի կարա վարի, մարդկանց կարա տեղափոխի։